John Motic քննարկումների եւ քվեարկության հագախտի քվեարկության արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդանական խմբակցությանը առաջարկել ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների հետևյալ թեկնածությունները աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբ Կենթունյան, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Պարոն Փաշինյան, քանի որ դուք եք առաջին իշխանությունը ընտրելու հանձնաժողովները սկզբում։ Հա, էդ էլ ներողություն, հազար ներողություն։ Էդ էլ ասեմ, որ այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։ Այդ առաջինը դուք եք, որ երկու հանձնաժողովն եք որոշել վերցնել։ Դե գիտեք, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, չնայած մենք քննարկել ենք, բայց այդ խորհրդանական մեր գործընկերները կասեն, որովհետև դեռ ժամանակ կա ինչ որ քննարկումներ կլինեն, այսինքն մենք քննարկում ունեցել ենք, որոշել ենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա, հնարավոր է ինչ որ ճշգրտումներ լինեն, դրա համար ես հիմա չասեմ։ Բայց ասում Միքայելյանին ինչի վստահության ձայն չտվեց ԿՊ։ Տվեց վստահության ձայն, որովհետև երկրորդ փուլով է տեղի ունեցել եւ երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը, բայց ասում Միքայելյանն էլ բավականին շատ ձայներ է։ Այս դուրս երկու հարց կարող եմ տալ, եթե այո, առաջին։ Ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ եթե ճիշտ է մեր հաշվարկը 6 կին 6 տղամարդ է ընտրվել, ավելի շատ չէ, եթե հաշվի առնենք նաեւ որ խմբակցության ղեկավարն էլ կին ընտրվել, այս դեպքում ստացվում է, որ ոչ թե գերակշռում են, այլ նորմալ բալանս կա։ Նորմալ ներ։ Այդպես է ստացվել։ Չէ, ոչ մի միտում չկա, եղել է փակ գաղտնի քվեարկություն եւ այդպիսի որոշումներ։ Բոլոր միաձայն են, պարոն Փաշինյան, ոչ մի տեխնացու միաձայն չի։ Ոչ մի տեխնացու, դե արդյունքները որոշ դեպքերում եղել են երկրորդ փուլ, ընդ որում, հեսա ասեմ, 4-5 դեպք ունենք, երբ որ ձայները բաշխվել են 9-10, այսինքն մի ձայնով է, մի ձայնի առավելությամբ է։ Պարոն վարչապետ, դուք հեռախոսազրույց ունեցաք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, հաղորդագրություններ տարածվեցին։ Հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է, ձեր նախաձեռնությամբ ինչ իրավիճակ էր, որ դուք որոշեցիք ամեն դեպքում հորդորել այդ կամ առաջարկել հանել այդ սանկցիաները կամ դուք ինչպես ձևակերպում եք այդ սահմանափակումները եւ կարող ենք ասել, որ ըստ էության չստացվեց ձեր երկխոսությունը Ռուսաստանի նախագահի հետ, որովհետեւ համաձայնության մասին այնտեղ խոսք չեղավ եւ ի վերջո ինչու պարոն վարչապետ չի ստացվում լուծել հարցը, դուք վստահ եք, որ ընտրություններից հետո ձեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները։ Նախ երկխոսությունը ստացվեց, որովհետեւ երկար խոսեցինք։ Ինչ վերաբերում է նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով,
մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն էլ Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իսկ այդ հնարավոր է Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չէ, մենք նման պլան չունենք։ Պարոն վարչապետ, ես ուզում եմ հարցնել խնդիրը, եթե դուք ասում եք, որ ընդհանրապես դա ԵԱՏՄ-ի խնդիր, միայն Հայաստանի հետ է։ ԵԱՏՄ-ի, ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչ շատ կարևոր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Նաև պաշտոնական հաղորդագրության մեջ էլ է ասվել, դուք գիտեք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների 4 երկրների ղեկավարներ ընդունել են հայտարարություն, որտեղ կամ պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունը ընդունել են, բայց ես ուզում եմ հստակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով եւ այդ օրակարգը պետք է այլընտրանքը պետք է ընկալվել դա իրենց կողմից։ Ես եկեք իմ դիրքորոշումների մասին ասեմ, որովհետեւ վստահ չեմ, որ այս հատվածում, բայց առնվազն այս process-ը կարծում եմ լեգիտիմ է եւ այդ process-ը Պարոն վարչապետ, ձեր թիմակիցները, կուսակցականները Աբովյանի հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, նրանցից մեկն էլ ազգային ժողովի փոխնախագահի տեխնացուի եղբայրն է։ Նրանց հետ կապված ամիսներ առաջ մամուլը տարբեր հրապարակումներ կար մամուլում, երբ ձեզ հարց ուղղվեց այդ մասին, դուք այդ process-ը առանց իրավապահների ուսումնասիրության որակեցիք մակուլատուրա, որը կարող են լրագրողները հանձնել իրավապահներին։ Հիմա ձեզ պատասխանատու չեք զգում, որ կանաչ լույս ըստեյության վառեցիք իրավապահների համար, ազդակ ուղարկելով, որ այդ անձիկ անձեռնխելի են եւ տեղի ունեցածի համար նաեւ գուցե ձեր պատասխանատվությունը կա, որ իրենք դա ձեր մեկնաբանությունն է եւ ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որը կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է ծեծի ենթարկի։ Չէ, նկատում եմ, որ իրենց հետ կապված մամուլու մահազանգ է, հնարավոր կոռուպցիոն դրվագների վերաբերյալ, դուք առանց ուսումնասիրության ասացիք դա մակուլատուրա է։ Հիմա ըստեյության ստացվում այնտեղ մեկը մյուսին մեղադրում է փողեր վերցնելու, չվճարելու, տարբեր այսպիսի պատմություններ են, որը ավելի խորքային են, մեկ տարուց էլ ավելի շատ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ։ Դա հենց այդ կոռուպցիոն պատմությունների հնարավոր։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, այսինքն երկու մասնավոր անձ իրար հետ ինչ-որ հարց ունեն։ Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական process-ն է, պետք է իրավական կուսակիցները ձեր Ավետ Կոնջորյան, Նայիրի Հակոբյան։ Բայց մեկը գործեցի համար է, մյուսին մեղադրում, մյուսը հայոյանքի։ Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Չէ, նկատում եմ։ Այսինքն չի նշանակում
կուսակցության ներսում քննարկում չկա, եթե իրավական process-ների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպքեր եղել է միջայլոց, երբ որ իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը հնչել եւ մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե նման Հայկ Կոնջորյանի տեխնացության հարցը չի վերանայվի։ ինչի պետք է վերանայվի։ Դե ընտանիքի անդամների հետ կապված պատմությունը։ Մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը ասում են իրանում է Պականի Հայոյանքը, Կոնջորյանը շատ հարցեր Ես տեսանյութը չգիտեք ինչ, ես չգիտեմ, ես չեմ տեսել, բայց դրա համար մեկ կուսակցությունը ունի ինստիտուտներ, վերահսկող հանձնաժողով, եթե դեպք լինի վերահսկող հանձնաժողովը կքննարկի եւ կներկայացնի վարչության քննարկումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հեռախոսազրույցից հետո երկկողմ հաղորդագրություններում չնշվեց շնորհավորանքի մասին որևէ բան։ Շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ոչ, չի շնորհավորել։ Իսկ ինչ է կարծում, ինչու չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել։ Դες համար կարևոր է Ինչ։ կարևոր է ձեզ համար իր շնորհավորել։ Գիտեք ինչ, եթե այդտեղ խարսկային կում հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Իսկ հանդիպում հնարավոր կարող է լինել պայմանավորվածություն կա։ Թողիկոսին հրավեր ուղարկեք ազգային ժողովի անջանիք։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենանք։ Ասել եք հուլիսի 7-ին գնալու եք Ռուսաստանի դաշնության։ Գնացի։ Մեջ է եւ Գնացել եմ։ դա Հələ նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ առաջին կես։ Պուտինի հետ հանդիպում Այս պահին մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չէ։ Եկատերինբուրգը նկատի ունեի այլ Դե ես չեմ կարող Ռուսաստանի բոլոր քաղաքները նախագահի հետ հանդիպումը եւ արդյոք այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը վերջնաժամկետ տվել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացրել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն եվրոպական երկրների շուկաները բացել հայկական ապրանքների առջև, սա ինչպես է մեկնաբանում։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք, երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Եվ ես ասացի, ինչ պայմաններում այդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ։ Հետևաբար այդ մասով խոսակցությունը տեղին չէ, ինչ վերաբերվում է Եվրամիության հետ մեր հարաբերություններում, այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունը։ Ժորժ ջան, եկեք ով հարց չի տվել, իրան տանեն։ Դուք տվել եք, համեցեք։ Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատում եք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Աշխատակ, այո։ Պարոն Փաշինյանի գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք, ոչ մարտական պայմաններում 8-րդ զոհներ։ Ես կարծում եմ, այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում ավան։ Ցավոք սրտի, գիտեք, Ինչպես եք տեսնում։ Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Այսինքն կազմում մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական գիտեք, սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց ելի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է,
որը պետքա լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրը շարունակում է ներկա մնալ։ Չէ, այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ Պարոն առնչվող։ վարչապետ, Ռուսաստանի նախագահի ուրիշ ով որ հարց։ Հանրապետական հանձնաժողովի ժամանակ Բաղներն եմ ես բրիֆինգ ունենալու, դուք ել ընդդեռ եք գտնել։ Դիմարիները մեծ խոսում են ողջունիչ կառավարությունից ստեղծել վարչապետարան եւ այլն, հետո եկան եւ մանդատները վերցրեցին։ Ինչպիսի աշխատանքների պատկերացնում հանձնաժողովում նոր։ Դե գիտեք, եկեք շատ չի մնացել էլի։ Գնանք աշխատենք Երևան, եկեք կանխատեսում չանենք։ Պարոն Փաշինյան, Շատ լավ